Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցը պետք է լինի Ուկրաինայում կայուն խաղաղ կարգավորման մաս, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկուի հետ համատեղ մամլո ասուլիսում։ Նրա խոսքերը մեջբերում է TF1-ը։ Ես հավատարիմ եմ ուժի միջոցով խաղաղության հաստատման հայեցակարգին։ Ուժի միջոցով խաղաղությունը չի նշանակում, որ ինչ-որ բանի հասնելուց առաջ պետք է սկսել պատժամիջոցները մեղմացնելուց կամ հանելուց, ասել է նա։ Պատժամիջոցների հարցը բարձրացվելու է, բայց ժամանակին, նշել է Մակրոնը։ Նրա խոսքով այժմ շատ վաղ է այդ մասին խոսելը։ Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ վերջին մի քանի օրերը հակամարտության վճռական փուլն է ներկայացրել։ Ռուսաստանը պետք է համաձայնի առանց նախապայմանների հրադադար հաստատել, համոզված է նա։ Խոսելով Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու պլանների մասին, նախագահը նշել է, որ եվրոպական ուժերը կարող են պահանջվել Ուկրաինայի տարածքում խաղաղության գոտու դիրքերը պահելու համար։